Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վաղ առավոտից ստանում եմ ահազանգեր տարբեր վարչական շրջանի մեր բնակիչներից, որ իրենց տեղեկացրել են փոքրամասնության քաղաքապետը 9% ձայն ստացած եւ այն կցորդ հանրապետություն կուսակցությունը, որ եթե դուք ձեր շքամուտների մոտ չմաքրեք սառույցն ու ձյունը, ձեր օբյեկտների, խանութների, տնտեսվարողները չմաքրեն այդ տարածքները, բոլորդ անխտիր, բոլորը տուգանվելու են։ Հերթական իրենց խայտարագործելավոճն են ընդունել, որ պետք է ձեզ տուգանեն։ Իրենց ոչ կոմպետենտ աշխատանքի համար ձեզ են տուգանելու։ Հիմա 2 օրից սպասվում է անկախատեսելի ձյուն, նորից Երևան քաղաքը կոլապսի է ենթարկվելու, նորից այդ միլիարդավոր դրամների աղն ու ավազը, որ գնել են ձեր վճարած հարկերից, տուրքերից, ձեր գույքահարկից ու աղբանության 100% թանկացած գույքահարկից, այդ աղն ու ավազը պահում փայփայում են, չգիտեմ այդ աղը այդքան ովքեր են ուտելու, բայց պահում են։ Հիմա այս մարդիկ գիտեն, որ նորից Երևանը 2 օրից խայտարակ վիճակում է հայտնվելու, մեղադրելու են ձեզ, ասել են դուք չեք մաքրել այս մայթերը, բակերն ու խանութերի դիմաց, դրա համար է դուք ընկաք, ձեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց, բոլորը գցելու են ձեր վրա։ Սիրելի երևանցիներ, ձեր հարկերից ու տուրքերից վճարված գումարները, սրանք միայն կարողանում են լավ գրպանել, թալանել եւ իրենց սեփական կյանքը բարելավել։ Ժողովուրդ ջան, մի վստահեք ու մի հավատացեք, որ մի ինչ որ նշույլ կարող են սրանք դեպի լավը գնալ, դեպի լավ բան անել ձեր համար։ Սիրելի երևանցիներ, 2 օրից սպասվում է ձյուն, զգույշ եղեք, նորից մայթերը սառցակալելու է, իսկ Երևանի փոքրամասնության իշխանությունն ու կցորդը ոչ մի դրական բան չեն անելու ձեր համար։ Սրանք միայն եկել են ձեզ տուգանելու եւ թալանելու, իսկ սրանց պատասխանը դուք կարող եք տալ սպասվող ընտրություններին ակտիվ մասնակցելով եւ մերժելով սրանց կառավարման մեթոդները։ Շնորհակալություն։